Մենք այնպիսի մի իրավիճակում ենք, երբ այդ սահմանադրությունը բերեց բազմաթիվ աղետներ եւ շարունակում է խնդիրներ հարուցել մեզ համար։ Նույն 2026 թվականի ընտրությունները այդ սահմանադրությամբ են իրականանալու եւ այնտեղ էական խնդիրներ կան ժողովրդավարության հետ կապված եւ այլն բազմաթիվ են հարցերը, որոնք այս սահմանադրությունը առաջացնում է եւ այն պետք է փոխել, պարտադիր պետք է այդ սահմանադրությունը փոխել։ Այլ հարց է, որ Ադրբեջանը, ինչպես օրինակ մեր նախորդ խոսքում նշեցինք, Հայաստանի նկատմամբ ազդեցություն գործելու համար, սա եւս շատ լավ առիթ է, որը կարելի է վերցնել, ազդեցություն գործել Հայաստանի նկատմամբ, միաժամանակ ընդդիմադիր դաշտին հնարավորություն տալ ճնշում գեներացնել իշխանությունների նկատմամբ։ Տեսեք, ինչքան ավելի շատ է ճնշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր դաշտից, այնքան ավելի քիչ են ազատ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ բանակցություններում որոշակի հարցերում պնդումներ անելու, մոտեցումներ ներկայացնելու, չհամաձայնելու եւ այլն։ Եվ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, այլևս շատ լավ հասկանում է, դրա համար էլ փորձում է հնարավոր բոլոր միջոցներով ճնշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ եւ Հայաստանի նկատմամբ ընդհանուր առմամբ պահպանել, անկախ նրանից այդ ճնշումը այս պահին այս ենթատեքստում իրեն այդքան շատ է հետաքրքրում, թե քիչ է հետաքրքրում։